Աստղիկ բժշկական կենտրոնում օգոստոսի 29 նորածին տղա է մահացել։ Երեխան ծնվել է առավոտյան։ Բժիշկները նրա մոտ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։ Նախածննդյան հետազոտությունների ժամանակ նույնպես խնդիրներ չեն արձանագրվել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Խորհրդարանից հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը։ Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է։ Եվ մենք հենց չենք անցել մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկման։ Եվ հիմա այս կարևոր հարցերը թողած պատրաստի տեխնացուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասի, ես չեմ հասկանում։ Իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եք նստել, թե չեք ուզում ինքը գասել։ Ղազարյանը մեղադրել է իշխանությանը օրենքի կոպտագույն խախտումների համար, նշելով, որ իշխող ուժի տեխնացուներն առաջադրվում են կուսակցության վարչության որոշումներով, որտեղ ներգրավված են գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Սա սահմանադրական կարգի տապալման էլեմենտ է իր մեջ պարունակում, որովհետև կուսակցության վարչության կազմում են օրինակ քաղաքացիական պայմանագրի դեպքում վարչապետ, նախարարներ, աղք, մասնավոր առևտրային ընկերությունների աշխատակիցներ, այսինքն մարդիկ, որոնց ճակատագիրը ստեղ պետք է որոշվի, իրանք ընդեղ պիտի պաշտոնավարեն, թե չէ, բայց պարզվում է հակառակն է։ Գործադիր իշխանության պաշտոնյաները որոշում են, թե օրենսդիր մարմնի ղեկավար պաշտոններով ով պիտի զբաղեցնի։ Սա երկու սահմանադրական օրենքի, կուսակցությունների մասին եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքների կոպտագույն խախտում է։ Քաղաքացիական պայմանագրում ինչ Կոշտ է արձագանքել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադարյանը լրագրողի այն հարցին, թե ինչ մեթոդներով է ընտրում ԿՊ-ն առողջապահության ոլորտի ղեկավարներին։ պատկերացում չունեք այդ մասնագիտությունների։ Նախ առաջին հերթին դուք չեք, որ կորոշեք, ես պատկերացում ունեմ, թե ես չունեմ։ Երկրորդը ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, եթե նկատի ունեք, բացի իրավաբան լինելուց, Տիկին Ավանեսյանը ավարտել է նաև ամերիկյան համալսարանի առողջապահության կազմակերպիչ ֆակուլտետը, մագիստրատուրան եւ կարծում եմ որոշել որ դուք չունեք համապատասխան։ Ինչ այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ, ասենք, թոքաբան եւ այլն։ Ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը կազմակերպում է նիստեր եւ դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Մարտունու կենտրոնը հյուրընկալել է առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Նա միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող բարեկության աշխատանքներին, տեղում իրավիճակը գնահատելու եւ վերջին զարգացումներին ծանոթանալու համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը այսօր նշում է ծննդյան 75-րդ ամյակը։ Նրան Հոբելյանի արխիվ շնորհավորել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ամենայն հայոց կաթողիկոսի կարգավիճակով երկար տարիների անձնվեր ծառայությունը ցես համար ապահովել է խոր հարգանք ամբողջ քրիստոնեական աշխարհում, նշվել է Մոսկվայի պատրիարքության պաշտոնական կայքում։ Ձեր անխոճ հովական գործունեությունը եւ ավանդական արժեքների նվիրվածությունը խորը հարգանք են վայելել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, շեշտել է Բելարուսի ղեկավարը։ Ադրբեջանը ԱՄՆ դատարանում հայց է ներկայացրել CNN հեռուստաընկերության դեմ պահանջելով հերքել հունիսին հրապարակված աղմկահարույց հոդվածը։ Ըստ այդ հրապարակման Իրանի դեմ պատերազմի ժամանակ Բաքուն իր տարածքը գաղտնի տրամադրել է իսրայելական զինուժին։ CNN-ի անանուն աղբյուրները պնդել են, որ Իսրայելը էլիտար ստորաբաժանումներ եւ հետախույզներ է տեղակայել Ադրբեջանում, որտեղից կազմակերպել է անօթաչուների թռիչքներ, գաղտնալսումներ եւ նույնիսկ իրանցի բարձրաստիճան հրամանատարի սպանություն։ Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքել է մեղադրանքները, նրանք որակելով որպես շինծու եւ տարածաշրջանային կայունությունը խաթարող տեղեկություն։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ իր տարածքը
երբեք չի օգտագործվել եւ չի օգտագործի որևէ երրորդ պետություն Իրանի դեմ հարձակումների համար։ Քանի որ CNN-ը մերժել է հոդվածը հեռացնելու եւ հերքում տալու Բաքվի բազմակի պահանջները, Ադրբեջանը դիմել է դատարան։ Ամերիկյան լրատվամիջոցը իր հոդվածում նշել է Բաքվի եւ Թել Ավիվի միջև առկա խորը ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակում Ադրբեջանն Իսրայելին նավթ է մատակարարում, դրա դիմաց ստանալով ժամանակակից զին տեխնիկա։ ԱԹՍ-ները հարվածել են Պերմին։ Անվտանգությունից ելնելով Բոլշոյե Սավինո օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Պերմում միացվել են տագնապի շչակները, քաղաքի մի շարք շրջաններում ուժգին պայթյունների ձայներ են լսվել։ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց չի վերանայի իր սկզբունքային մոտեցումները, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով Մոսկվայում պատրաստ են դիտարկել ցանկացած ռացիոնալ նախաձեռնություն, որը համապատասխանում է տեղում ձևավորվող իրականությանը։ Վաշինգտոնը ընդհանուր առմամբ տրամադրված է Ուկրաինայի հարցով կառուցողական երկխոսության եւ ըմբռնում է ռուսական դիրքորոշումը, նշել է դիվանագետը։ При этом остается высокая вероятность того, что Ուկրաինայի քաղաքացիները դարձել են Եվրամայդանի կազմակերպիչների մասշտաբային խաբեության զոհը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարելի է գոգոլյան ոճով հարցնել. «Դե ինչ որդիս, օգնեց քեզ արևմուտքը, որը մայդանների միջոցով քեզ համար նման կյանք կազմակերպեց», ներքաշելով այս խելագար հակասահմանադրական գործողությունների մեջ։ Դիմելով ուկրաինացիներին դիվանագետը մեջբերել է Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունը։ Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության միակ երաշխավորը։ Անդրադառնալով Ուկրաինայում զորահավաքին խոսնակը ասուլիսի ժամանակ հուզվել է եւ արտասվել։ граждан Украины и украинцев стоят перед этими вурдалаками на коленях, умоляя о пощаде. Это то, до чего вся эта киевская клика довела свой собственный народ просто за деньги. ԱՄՆ-ն այլ երկ չուներ, քան հարձակվել Իրանի վրա միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գիտեք, ես նավթի 1 բարելի գինի իջեցի մինչև $1.85, իսկ հետո ասացի, որ մենք պետք է այցելենք Մերձավոր Արևելք, քանի որ չեն կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մենք գործեցինք շատ արդյունավետ, մենք ջախջախեցինք նրանց, ռազմական առումով ամբողջությամբ ոչնչացրինք, ասել է Թրամփը։ Մենք ընտրության հնարավորություն չունեինք եւ ես դա կանեի եւս 100 անգամ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք այն չեն ունենա, նշել է Թրամփը։ Նյու Յորքում տեղացած հորդառատ անձրևների եւ հզոր փոթորիկների հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի որոշ հատվածների բնականon կյանքը։ Ջուրը ողողել է մետրոն։ Հայտարարվել է հանկարծակի ջրհեղեղների վտանգի 3-րդ մակարդակ, հատկապես փողոցների եւ ցածրադիր վայրերի համար։ Քաղաքապետ Զոհրան Մամդանին հորդորել է բնակիչներին լուրջ վերաբերվել եղանակային կանխատեսումներին, պահպանել զգոնություն։ Պերում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնական աղետի հետևանքով լեռնալանջերին առաջացել են սողանքներ, օդ բարձրացնելով փոշու հսկայական ամպեր։ Էպիկենտրոնին մոտ գտնվող բազմաթիվ տներ կառուցված են կավից ու թիթեղներից, ինչը դրանք չափազանց է դարձնում նման ուժգին ցնցումների նկատմամբ։ Ավերվել է մոտ 50 տուն։ Երկրում կա հետցնցումների հավանականություն։ Ay, corro, ni. Hiviaje les dijo. Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 3 անչափահաս։ 2 մեքենա են բախվել, ինչից հետո մեքենաներից մեկը հայտնվել է մայթին եւ վրաերթի ենթարկել անցորդներին։